Խոզոսները պակասել են արդեն համեմատաբար, մասը դարձել ավելի քիչ, սատուրացիան բարձրացել է, թթվածնակախյան չի։ Դինամիկայում ունենք լավացում։ Մուրացյան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական ծառայությունում մեր նկարահանման պահին բուժում է ստանում 30 և ավելի մանկահասակ երեխա։ Մանկաբույժ Սիրանուշ Էտիբարյանը տեղեկացնում է սեզոնով պայմանավորված հիմնականում բաժանմունք են տեղափոխվում սուր շնչառական վարակով հիվանդները։ Հոսպիտալացված երեխաների 40%-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Վերակենդանացման բաժանմունքում ևս ունենք պարկած բազմաթիվ երեխաներ, շարժը խիստ մեծ է վերակենդանացման բաժանմունքում, նորածինների և մեծահասակ երեխաների, ունենում ենք երեխաներ, որոնք արդեն վերակենդանացման բաժանմունքում, երբ որ դուրս են գալիս շնչական դիստրես, շնչական երկրորդ աշճանի անբավարարությունից, արդեն տեղափոխվում են բաժանմունք։ Անի Դավթյանն օրեր առաջ է զույգ բալիկներին բերել զննության, երեխաների շնչառական խնդիրները հաշվի առնելով բժիշկները երկուսին էլ հոսպիտալացրել են։ Հիմա փոքրիկներն ապաքինման փուլում են։ Իրանց մոտ նկատվեց ճիշտն ասած բրոնխների շնչառական խնդիր, որպեսզի տանը ես ինքս բուժումներ չանեմ ու չսրանամ վիճակը, նախընտրել էր, որ բժշկի ցուցումներով այդպես, այս երեկոյը այստեղ ենք, ստանում ենք համապատասխան միջոցներ, բուժական, մի խոսքով արդեն լավ են բալիկները, առաջընթաց կա, ապաքինվում ենք։ Ծանր սուր շնչառական վարակների աճը պայմանավորված է վիրուսներով։ Մանկաբույժն այս շրջանում հանդիպող վիրուսներն է առանձնացնում։ Դրանք են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսները, որոնք առավել ևս տարածված են մինչև ավելի փոքրիկ երեխաների մոտ, ռինովիրուսները, գրիպա տեսակը, պնևմոմետավիրուսը։ Հիմնականում վիրուսները ուղեկցվում են հազ, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, երեխաները հրաժարվում են ուտելուց և խմելուց, երբ որ ջերմությունը երկարատև 5 օր և ավելի է և նմանատիպ գանգատներ ունեն երեխաները, արդեն պետք է դիմեն իրենց տեղամասային մանկաբույժին, որտեղից արդեն անհրաժեշտության դեպքում ուղարկվում են հիվանդանոց ստացիոնար բուժման։ Տեղի անտեղի ջերմիչեցնող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ չօգտագործել։ Երեխայի ինքնազգացողության վատացման դեպքում էլ անհապաղ դիմել բուժհաստատություններ։ Մուրացյան համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալը հիշեցնում է պատվաստումների կարևորության մասին։ Պատվաստումները պաշտպանում են երեխաներին հատկապես այս բուռն վարակների սեզոնի ընթացքում, պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել երեխաներին մարդաշատ վայրերում ներկա լինելուց երեխաների և խուսափեն հիվանդների հետ շփումներից։ Ըստ Հերացի վերլուծական կենտրոնի Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 և Մուրացյան հիվանդանոցային համալիրներում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն 2026 թվականի 13-րդ շաբաթվա ընթացքում ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թիվը կազմել է 81, որը 11%-ով նվազել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ։ Ընդհանուր դեպքերը բաշխվել են երկու տարիքային խմբերում 0-ից 4 և 5-ից 14 տարեկաններ։ Հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։